Ողջույն Շանթի և հայ սուպերստարի ամենաերաժշտասեր հեռուստադիտող։ Հուսով եմ լավ եք ու ինձպես ուրախ եք, որ ամառը շատ մոտ է։ Իսկ ես եկել եմ այսօր, որպեսզի շարունակենք մեր ծանոթությունը մեր մասնակիցների հետ։ Ինչպես խոստացել էի, այսօր կծանոթանանք Մարգարիտա Դարփինյանի հետ։ Ես Մարգարիտա Դարփինյանն եմ, կարճ մեգի, ինձ կարող եմ բնութագրել երևի իրար հակասող էմոցիաներով, կամ շատ սառնարյուն եմ ու երևի թե մեկ-մեկ դաժե չար, բայց նաև լինում եմ շատ աշխուժ, շատ բարի, շատ ուրախ, շատ կամեցող, շատ անկեղծ, երևի թե կախված է ավելի շատ թե ում հետ եմ շփվում այդ պահին։ Ինքս իմ մեջ սիրում եմ իմ էմոցիոնալ դաշտը, իմ սիրել կարողանալը, անկեղծ լինելը, այդ ունակությունները իրականում դժվար է ունենալ, ես ուրախ եմ, որ դա ունեմ, վատ կողմ երևի թե մեկ-մեկ չափից դուրս անկեղծ լինելը և չափից դուրս շատ տրվելը։ Իմ ներշնչյանքի աղբյուրը շատ տարիներ առաջ սկսեց լինել Մերլին Մոնրոն, երևի թե իր կանացի կերպարը, իր այդ քնքշությունը, այդ գրավիչ լինելը ես միշտ շատ եմ սիրել ու հույս ունեմ որոշակիորեն ինչ-որ նմանություն չեմ ասի, բայց դրա տիպի էներգիա ունեմ կամ կունենամ։ 2 տարի առաջ ծանոթացա ֆոտոգրաֆիս հետ, հիմիկվա, ով սկզբից ես շատ կոմպլեքսավորված էի, այսպես չէի կարողանում կամերայի դիմաց կանգնել և խոսել, շատ էի քաշվում, բայց իր հետ աշխատելուց հասկացա, որ կամերային սիրում եմ ու սիրում եմ կամերայի երևալ, սիրում եմ գեղեցիկ լինել, սիրում եմ այդ նկարի միջոցով, վիդեոյի միջոցով էմոցիա ցույց տալ և մենք սկսեցինք ֆոտոշութեր կազմակերպել, ոչ պրոֆեսիոնալ, ասենց ավելի սիրողական, ավելի որպես հոբբի։ Կուզեմ ընկալվել որպես հարազատ, անկեղծ ու տաքարյուն մարդ։ Առաջնորդվում եմ երևի զգացմունքներով։ Զգացմունքները ինձ համար ամենաառաջի տեղում են։ Վտանգավոր է, բայց ռիսկի սիրում եմ դիմել, սիրում եմ ռիսկը, դա համար ոչինչ։ Ինձ համար հաջողությունը դա երբ որ մարդիկ ինձ լսում են ու հասկանում են ու զգում են այդ պահին այն էմոցիան, ինչ որ ես փորձում եմ տալ իրենց բեմի վրա։ Փոքր տարիքից ուզեցել եմ, որ ինձ ճանաչեն ու սիրեն ու ոնց որ, չգիտեմ, քայլեն, մոտիկանան, հարցնեն ինչպես ես, ոնց անցավ, ինչ եղավ, անցար չէ, ու որ լրիվ տարբեր մարդիկ, ինձ անծանոթ։ Միշտ եմ այդ երազել, փոքր տարիքից նայել եմ տենց կոնկուրսներ, թե հայկական, թե ամերիկյան, ու միշտ ուզեցել եմ այդ հայտնիությունները, ու ինձ թվում է ես երևի թե դրա համար եմ ծնվել։ Շրջադարձային պահ ունեցել եմ այս վերջերս, երբ որ ես անցա այս վերջի փուլը, ես հասկացա, թե ուր եմ մտնում, ինչ շոու բիզնես եմ մտնում, ինչ դժվար է լինելու իրականում, ու այդ գիտակցությունը մի քիչ ուշ հասավ, բայց որ հասավ, շատ շրջադարձային էր ու հասկացա, որ շատ բան ունեմ խոսելու, ասելու և ցույց տալու և շատ շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ինձ ընձեռվեց։ Ինձ թվում է շատերն են անցել, բոլորն են անցել աստղային հիվանդության այդ ասվածի միջով, բայց ինձ թվում է քիչ կանդրադառնա, եթե անդրադառնա, ու նույնիսկ ընկերներից մոտիկ մարդկանց զգուշացրել եմ, ասել եմ, եթե զգաք մի փոքր անգամ այդ ինչ-որ վիճակներ, միանգամից ինձ զգուշացնեք, որպեսզի ես սթափվեմ ու հետ գամ։ Ինձ պատկերացնում եմ հաղթողի դերում ու ոնց որ պատկերացնում եմ բոլորին։
Օդ մարտինա սուրճերը ստեղծված են հատուկ նրանց համար, ովքեր գնահատում են իսկական համը։ Տեսականում մեջ ներառված են 3 մեկում սուրճեր, որոնք արագ են և հարմար ցանկացած պահի, ինչպես նաև արևելյան սուրճերի տեսականին, որոնց հարուստ բույրը և համը գրավում են հենց առաջին վայրկյանից։ Օդ մարտինա պաղպաղակները համի և զգացողությունների կատարյալ համադրություն են։ Պատրաստված են բարձրորակ սերուցքային կարագով և իտալական շոկոլադով, որը համտեսելիս հալչում է և պարգևում է անմոռանալի հաճույք։ Օդ մարտինա պաղպաղակներ նրանց համար, ովքեր կարևորում են բարձր որակը և բնական համերի իսկությունը։ Դուք երեք չէ ինչպես անհամբեր սպասում հաջորդ եռյակի անուններին, բայց այդ դա կիմանանք կիրակի օրը, իսկ մինչ այդ եկեք տեսնենք, թե մեր երրորդ խումբը ինչպես է պատրաստվում համերգին ու ինչ երգեր են երգելու։ Կա մարդ, ով ուզում է ստոյկայով երգի, կա այդ հնարավորությունը։ Դուք ուզես ստոյկա, թե ով ոնց զգում է։ Իսկ երկրորդ պրիպևում չես կարա ավելի բացված երգես, այն օրն էլ ես ասեցի առաջի փորձին։ Էմոցիոնալ ավելի, էմոցիոնալ որ տաս ձայնը տե կաճի։ Էմոցիոնալ էլ, ձայնով էլ։ Իսկ կուպլետները հենց սկիզբը, որ քիչ է գործիքավորումը, լավ կլինի, որ կուպլետը լսվի գոնե բառերը ինչ եք երգում։ Դրել եք երգ, որը որ ի սկզբանե տրամադրություն է, որը նաև ունի այո, շատ մեծ դիապազոնի հնարավորություն։ Իրականում հա ինքը բարդ է, որովհետև այդ արագության մեջ դու պիտի կարողանաս նաև մակրությունը պահես։ Շունչը ամենակարևորն է նաև, իսկ շունչից ավելի կարևոր տրամադրությունն է։ Ցգանսկի ռոմանսոտ ինչ-որ բաներ, նյուանսներ ես անում իրականում երգի մեջ, որը вообще դու այդ ձև ես զգում։ Չգիտեմ, կուզես տենց թողես, թե все-таки այդ ռոմանսիադայի բանը կարաս հանես։ Մի կնա, նա պայնա։ Սկիզբը որ սկսում է շատ է նապոր տալիս, այդքան մի տուր նապոր, այդ մեկ, հետո կերպարի մեջ մտի, շատ սենց բան են, որ գերազանցիկի դեմքով մի կանգնի ու շատ մի էլ ջղայնացի, գնա դու քո աշխարհ տար։ Այդ մանիերան սենց պիտի քեզանից շատ չլինի, ինքը կարա լինի, բայց շատ քիչ։ Շատ Ջեքսոն շկոլա է, էլի, սենց Ջեքսոնոտա, ինձ դուր է գալիս ամեն դեպքում, բայց դե քիչ է պետք։ Գիտեմ, ես այն ժամանակ էլ եմ ասել, բայց այդ չիստուշկան մնացել է ձեր կատարման մեջ, էլի, հանեք։ Շատ հետո պարելը, մի քիչ ուշադիր եղեք, մի քիչ շատ դեմոդե պարա, ինքը տենց։
Երկրորդ մասից նոր տեղ անգար, հա, ոնց որ։ Իրան անցի։ Ես մտածում եմ կեսել ինչն է։ Կեսել եմ մտածում։ Բայց ոնց ենք եթե լավ։ Հա։ Հիմա մի X մինուսով, հա։ Ես նորմալ իջացնենք, ընդ ֆալցետները մի քիչ դժվար կգնա, այդը ոչինչ։ Ավելավ այդ անի, քան վերևները խեղդի։ Վերևը կլինի մի կլինի, չէ, բասի սա խածիեսն է, պապը։ Ուշադիր լսի, տեղ-տեղ չես լսում, սենց ընգնում ես ինտոնացիոն։ Իդեալական միմիկայով երգում ես։ Հա, Այն որովհետև միմիկայի վրա խոսացել էի փորձի ժամանակ ու շարժումների, բայց երգելով էլ նայում էր իր երգի դասատուին, որը Մինասն է իրականում։ Սենց Մինասը սենց ցույց էր տալիս, ինքը սենց աչքի տակով մտնում չեմ նայում, ես դե ուղիղ եմ նայում, չեմ տեսնում, էլ սենց բայց սաղ տեսնում եմ։ Սենց վերևը, Գրիգոր վերևը չվերցնեցիր։ Երկրորդ տունն էր մենակ, չէ՞ որ ման ես էլի, մեկ կամ մի բան գտավ։ Երկրորդ տունը սկսեցիր շատ սենց անսպասելի բաներ, սենց երգեցիկ չէր, ավելի զգացիր երևի, չէ՞։ Եթե քաղցած եք կամ ընդմիջման ժամն է մոտենում եւ ձեր սիրտը շատ համեղ, առողջ եւ տնական ուտեստ է ցանկանում, պարզապես այցելեք Դեգուստո.կետեյ։ Շատ կարճ ժամանակահատվածում ձեր պատվերը տեղ կհասնի։ Քաղաքի համեղ շաուրմաների, սուշիների, պիցցաների, խորովածների, բուրգերների, ինչպես նաև խմորեղենների եւ ըմպելիքների մեծ տեսականի մեկ վայրում՝ Degusto Food Studio-ում։ Զանգահարեք եւ պատվիրեք 033 80 80 80։ Պոպուտի նոր հավելված Երևանից մարզեր եւ մարզերից Երևան երթերի համար։ Եթե վարորդ եք, ապա կարող եք գրանցվել, ստանալ բոնուսներ եւ կրճատել ձեր ճանապարհածախսը։ Պոպուտի Հայաստանի բոլոր երթերը մեկ հավելվածում։ Ներբեռնիչ, երթևեկի մատչելի եւ շահավետ։ Եթե որոշել եք վերանորոգել ձեր բնակարանը, թարմացնել լոգասենյակը, փոխել սալիկները, լամինատե հատակները, պաստառները, ներկել պատերը, փոխել միջսենյակային դռները կամ տեղադրել նոր գազի կաթսա, ուրեմն ճիշտ ժամանակն է շտապել Էքստերիեր։ Էքստերիեր խանութ սրահներում կարող եք գտնել ամեն ինչ ձեր բնակարանի վերանորոգման համար։ Այսօր, երբ շատացել են նեգատիվ լուրերը, սթրեսային իրավիճակները, լարվածությունը, տագնապը, մեր օրգանիզմը կարիք ունի վերականգնվելու։ Նման դեպքերում մեզ օգնության է գալիս Աֆոբազոլը։ Օգնում է պայքարել սթրեսի դեմ եւ ապրել խաղաղ եւ հանգիստ։ Չմոռանաք խորհրդակցել բժշկի հետ։ Աֆոբազոլ պետք չի հանձնվել սթրեսին։ Ավելի քան 30 տարվա փորձառություն, միջազգային թռիչքներ, եվրոպական հանգստի փաթեթներ, ժամանցային միջոցառումներ, խոշոր զբոսաշրջային նավերի վրա, աշխարհի բոլոր հյուրանոցների ամրագրում, հարսանիքներ, մեղրամիսների անցկացման հնարավորություն, ճանապարհորդական
անմոռաց հիշողություններ։ SVH Travel, երբ ճանապարհորդությունը համախմբում է ընտանիքին եւ ընկերներին։ Շնորհակալություն Live Sound ընկերությանը, որը ապահովում է մեր ծրագրի ժամանակակից ձայնային հնչողությունը։ Live Sound-ն իր բարձրակարգ տեխնիկայով եւ մասնագետներով կարող է ձեր ցանկացած համերգային ծրագիր կազմակերպել պրոֆեսիոնալ մակարդակով։ Տեսակ ինչ լավ էին երգում, ինչ պատրաստ են ու վստահ գնում են մեր workshop-ի 3-րդ համերգ։ Իսկ համերգը կարող եք դիտել Կիրակի օրը ժամը 21:00-ին Շանթի եթերում։ Հանկարծ շուշանակ, սպասելու եմ։